Իմ ամենասիրելի զբաղմունքը երազելն է։ Երևակայությունով ես կարող եմ հասնել շատ հին ժամանակներ ու շատ հեռավոր երկրներ։ 11-ամյա Վլադն է իմ երազանքների գրքում ֆիլմի հերոսը։ Նա մատենադարանում հայտնաբերում է հին չինական գրեր եւ այդ բացահայտումը դառնում է երևակայական ճամփորդության սկիզբ։ Սա չինարենն է։ Գիտես չինարեն լեզվի մասին։ Այո։ Ահա, գիտես չէ՞ որ մենք տարեր չունենք չինարենում։ Հա, այսինքն հերոգլիֆներ ունենք։ Պատմության դասերից ես հիշում եմ, որ հին ժամանակներում Չինաստանը մետաքս է վաճառել եվրոպական երկրներին։ Պատանին շրջելով Հայաստանի տարբեր վայրերում բացահայտում է Չինաստանի մշակութային ներկայությունը մեր երկրում ու այդ ճանապարհով ներկայացնում հայ-չինական դարավոր բարեկամությունը։ Մետաքսի ճանապարհը Չինաստանից դեպի Եվրոպա էր տանում։ Հայաստանի միջով անցնում էր մի քանի ուղղությամբ։ Սա ճանապարհներից մեկն էր։ Մյուզեյմի ստեղծագործական թիմը պատմությունը ներկայացրել է Վլադի աչքերով, ընտրելով ոչ թե փաստագրական մոտեցումը, այլ իրականության ու երևակայության համադրման տարբերակը։ Չինաստանում ասում են, որ 1000 մղոն երկարությամբ ճանապարհորդությունը սկսում է առաջին քայլից։ Իմ երազանքներն էլ մի օր ինձ կտանեն Չինաստան։ Այս ֆիլմի համար Մյուզեյմը արժանացավ գլխավոր մրցանակի Չինաստանի Կունմին քաղաքում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվամիջոցների համագործակցության 2025 թվականի ֆորումի շրջանակներում անցկացվող երկրորդ Silk Road Global News Awards միջազգային մրցանակաբաշխությանը լավագույն տեսանյութ անվանակարգում։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել է գրեթե 5000 հայտ 110 երկրից եւ տարածաշրջանից։ Մյուզեյմի նախագիծը ծնվեց այն ժամանակ, երբ մետաքսի ճանապարհի գաղափարն ու մշակութային երկխոսությունը ամբողջ աշխարհում կրկին հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ Հայ-չինական դարավոր կապերի նոր արտահայտությունն է չինական շինարարական ընկերությունների աշխատանքը Հայաստանում։ Ֆիլմը պատմում է համընդհանուր արժեքների մասին՝ բարեկամության, փոխըմբռնման եւ ժողովուրդների միջև ջերմ հարաբերությունների։ Այն ընդամենը փոքրիկ օրինակ է, թե ինչպես կինոարվեստը կարող է վերակենդանացնել ժողովուրդների կապերը։ Վլադի պարզ ու անկեղծ պատմությունը ապացուցեց, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, իսկ մանկական հետաքրքրասիրությունից ծնված պատմությունը կարող է ոգեշնչել նոր սերունդներին գնահատել սահմաններ չունեցող բարեկամությունը։ Ամպելաձուն չի գալի շողերջան, սարիցը տուն չի գալի շողերջան։ Իդեպ ֆիլմի հերոսը Վլադը այս օրերին մասնակցում է մանկական Եվրատեսիլ հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլին։ Նա լավագույն 14 մասնակիցներից է։